Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Կարող եք նստել։ Իսկ սա ինչ է։ Կարմիր Վարդեն, ընկեր Սարգսյան, դա էլ Դայսն է, ֆեն էլի։ Լևոն, ես տեսնում եմ, որ սրանք կարմիր վարդեր են, սա էլ Դայսն է։ Բա որ տեսնում եք խեք հարցնում։ Դու իսկապես չես հասկանում, թե քեզ ես չհասկացողի տեղ դնում։ Նկատի ունեմ ինչ գործ ունի սա իմ սեղանի վրա։ Ես իմ ընկեր Սարգսյան, որ եկանք սեղանն էին տրված։ Աչքից մեկը որոշելա ձեզ անակնկալանի։ Ծաղիկների մեջ ոնց որ բացի կար, կարող է գրած լինի ով է։ Կարող է գրած լինի ով է։ Մի րոպե։ Ինձ կներեք։ Ինչի ես սաղիկները դրել սեղանիս։ Դու գիտես, որ մենք գաղտնի ենք շփվում։ Եթե աշակերտներից մեկը իմանա մեր մասին, ես կգնամ երկրից, չգիտեմ, անոթից կմեռնեմ։ Չէ, շատ սիրուն էին։ Բացիկն էլ կարդացի։ Ես էլ քեզ պատճում եմ։ Երեխաներս, անցնենք մեր դասին։ Գիտեք ինչ եմ ուզում։ Ուզում եմ, որ դուք իմ առարկային, ֆիզիկային շատ լուրջ վերաբերվեք, որովհետև ֆիզիկան իսկապես շատ լուրջ ու կարևոր է կյանքում։ Կյանքում գրեթե ամեն բան կապված է ֆիզիկայի հետ։ Ինչպես սիրում եմ ես ասել, կյանքը ֆիզիկա է, իսկ ֆիզիկան կյանք։ Լավ էլ ընկեր Սարգսյան։ Մի րոպե, խոսելուց կանգնում են, կանգնիր։ Հիմա օրինակ եթե ես ահավոր սոված եմ, էդի ֆիզիկայի ինչ կապ ունի։ Հրաշալի հարց էր, որն ունի իր տրամաբանական պատասխանը։ Տեսեք երեխեք, նրա սոված լինելը ուղիղ կապ ունի ֆիզիկայի հետ։ Մարմինը էներգիա է ծախսում ամեն բանի վրա, մտածելու, խոսելու, նույնիսկ շնչելու վրա։ Երբ էներգիայի պաշարը սպառվում է, օրգանիզմդ ազդակ է ուղարկում ուղեղիդ, որ դու ունես էներգիայի կարիք։ Էներգիայի պահպանման օրենքը հիշում եք, չէ՞։ Դե իսկ էներգիան չի կարող գոյանալ ոչինչից։ Այն պետք է ինչ-որ տեղից ստանաս, տվյալ դեպքում սնունդից։ Այդ դեպքում կարամ գնամ բուֆետ, էներգիայից պակաս լրացնեմ գամ։ Իհարկե ոչ։ Կեր Սարգսյան, իսկ դուք ֆիզիկայի հետ կապ ունեք։ Ինչ ասեցիր։ Լսի այն մոլեկուլ։ Ես իմ ամբողջ կյանքն եմ նվիրել ֆիզիկային։ Ես ֆիզիկայի լավագույն մասնագետներից եմ հանրապետությունում։ Կանգնի։ Ես ոնց կարամ ֆիզիկայի հետ կապ չունենամ։ Իսկ այ դու ու քո ուղեղը ֆիզիկայի հետ ընդհանրապես կապ չունեք։ Լավ, համարենք ես իմ ուղեղը ֆիզիկայի հետ ոչ մի կապ չունենք։ Այդ դեպքում ինչի եք ասում, որ ֆիզիկան ամեն ինչի հետ կապ ունի։ Տեսակ, որ ես ու իմ ուղեղը ֆիզիկայի հետ ոչ մի կապ չունեն։ Ես չասացի ամեն ինչ, ես ասացի գրեթե ամեն ինչ, իսկ գրեթեի մեջ շատ բան է մտնում։ Իսկ դու ու քո ուղեղը կապ ունեք ֆիզկուլտուրայի հետ։ Էդ ո՞նց։ Ասեմ։ Որտեղ եք անցկացնում ֆիզկուլտուրան երբեմն։ Ֆուտբոլի դաշտում։ Ֆուտբոլի դաշտը ինչ ձև ունի։ Այո, այն տափակ, ուղղանկյունաձև հարթավայր է։ Ինչպես եւ քո ուղեղը, Գագիկ։ Հարթ, ուղղանկյունաձև բուլկի։ Ընկեր Սարգսյան, սենց մի հարց, իսկ մեր դպրոցի տնօրենը ֆիզիկայի հետ ինչ-որ կապ ունի։ Դպրոցի տնօրենը ոչ մի կապ չունի։ Բա որ կապ չունի, ինչի է մեր ֆիզիկայի դասատուին նվերներ ուղարկում։ Ես ես քանի անգամ եմ ասել, որ դուք գալիս եք դպրոց դասի, ոչ թե ռեստորան։ Էս ինչա ձեր հագուկապի վիճակը։ 1000 անգամ զգուշացրել եմ, որ գաք սև և սպիտակ հագնված։ Ընկեր Կեղտիկյան,
Բայց մենք միշտ էլ սենց ենք հագնվել։ Դուք միակ ուսուցիչն եք, որ բողոքում եք։ Լսիր, նախ եւ առաջ քեզով խոսացրեց եւ երկրորդ ասում եմ իմ դասերին կգաք սև եւ սպիտակ հագնված։ Ես մնացածի հետ գործ չունեմ։ Բարև ձեզ ընկեր Գեղտիկյան, կներեք ուշանալու համար։ Բարև ծաղրացու, անցիր նստիր։ Ես ծաղրացու չեմ։ Բավարը ծաղրացու չես, ես ինչ է հագու կապդ։ Ընկեր Գեղտիկյան, ինչի եք վիրավորում։ Լավ եմ անում, բա դու տանից դուրս գալուց առաջ հայելու մեջ նայում ես քեզ։ Ոնց որ ծիածանն ես։ Ծիածանը Ծիածանը ինչ, Գագիկ։ Դե ծիածանը անձրևից հետո ա լինում, բայց դուք հլը փոշմանելու եք։ Երկու Գագիկը երկուս աստանում իմացյանում հիմա։ Հաջորդը, օրինակ դու կանգնի դասը ծաղրացու, չգիտես երկուս։ Հալավ ապել թեթև տար, դասը դու յալի կարում եք մեկ չղենանա։ Մեկ, ամեն օր նույն պատմությունն է։ Դու տեսար ոնց բոլորի մոտ ինձ խայտարակարեց։ Էլ ծաղրացու, էլ ծիածան, ինչ ասես։ Ապել, ասում եմ թեթև տար, ինքը միշտ էլ տենց է, մեկը բան չի փոխվելու։ Մենակ տղամարդ է երևի դրանից։ Թեթև տանել չկա Արմեն, ես իմ վրեժը պիտի լուծեմ։ Դու են ասա, հետս ես թե չէ։ Ոնց կարամ հետդ չլնեմ, մենակ ասա ինչ ես մտածել։ Արի ճանապարհին կասում։ Կակ, բայց ասում եմ կարողա չանենք, ախր ուրիշի տուն մտնելը արդեն հանցագործություն է։ Նախ ուրիշի, մեր դասատունը։ Ու երկրորդ, մենք չենք եկել գողություն անենք, եկել ենք տունը ավիրենք ու գնանք։ Լավ, բայց հասկանում ես, եթե իմացավ մենք ենք արել կորացենք։ Հանգիստ տեղի չի իմանա, մենք մեր գործը շուտ անում ենք ու գնանք։ Առաջ ընկի։ Գեղտիկյանի տունը կեղտոտելու օպերացիան համարում եմ սկսված։ Այս ուրիշ, այմա սիրտս հանգստացավ։ Լավ, որի արդեն գնանք Գեղտիկյանի գալու ժամանակն է։ Հաջողություն տղեկ ջան։ Կակ դու գիտեր, որ Գեղտիկյանը խոսացող թութակներ ունի։ Չէ, Բա հիմա ինչ ենք անելու։ պետքա սրանց վերացնենք նոր գնանք, թե չէ ամեն ինչ Գեղտիկյանի պատմելու են։ Տղեկ ջան, հանգիստ գնացեք։ Այդ Գեղտիկյանից մենք էլ ենք զզվում։ Գեղտոտ մարդ է։ Ամբողջ օրը ստիպում է, որ երկենք իր համար։ Ուզեք ձեզ էլ այդպես։ Եկեք զստանի, եկեք։ Երազում ես դառնալ դերասան, ուրեմն քո ընտրությունը մեկն է։ Trio Studio-ն, որը հիմնադրվել է 2012 թվականին Գրիգոր Դանիելյանի եւ Ռիփսիմե Ելինյանի կողմից, արդեն երկար տարիներ կրթում եւ պատրաստում է պրոֆեսիոնալ դերասանների։ Մեր մեծ ընտանիքի կազմում են հազարավոր սաներ, ովքեր ոչ միայն ստացել են որակյալ կրթություն, այլև մասնակցել են տասնյակ մեծ համերգների, ելույթ են ունեցել Հայաստանի ամենամեծ բեմերում, սիրված եւ ճանաչված դերասանների եւ երգիչ-երգչուհիների կողքին։ Դու ես այդ ցողոլ։ Ես կծորն եմ։ Նկարահանվել են մեր ստուդիայի ստեղծած հեռուստանախագծերում, ինչպիսիք են Popcorn հումորային սկեթչ շոու, Emoji մանկապատանեկան սկեթչ շոու, 8-ից 1-ը Blue Microphone, Mashup by Trio Studio, երաժշտական նախագծերում։ Դեպի ճամբար սիթքոմում, որն ունեցել է 4 եթերաշրջան եւ ցուցադրվել Արմենիա հեռուստատեսությամբ։ Դեպի ճամբար հատուկ ջոկատ գեղարվեստական ֆիլմում, որն ունեցել է 100 հազարավոր հանդիսականներ։ Մեր սաները փայլել են նաև ամենահիթային հեռուստանախագծերում, ինչպիսիք են Full House, Surprise, Fake Mama, Fake Papa, ինչպես նաև մասնակցել են մի շարք այլ հեռուստանախագծերում եւ ֆիլմերում։
Մեր սաները փայլել են նաև հումորի լիգայում ուրախների հնարամիտների ակումբում, որտեղ գրանցել են հաղթանակներ։ Եթե ուզում ես դառնալ մեր մեծ ընտանիքի անդամ, սովորել, ելույթ ունենալ եւ նկարահանվել հեռուստանախագծերում, զանգահարիր 093 834 835 կամ այցելիր Պարույր Սևակ 47։ Իմ խելացի բալիկներ, ինչպես գիտեք, նախարարության կողմից հաստատված ամենախելացիների տեղը Եգիպտոսում է մրցույթում հաղթել է մեր դպրոցը, եւ մենք հնարավորություն ենք ստացել ձեզանից ընտրել 9 աշակերտների, ովքեր կարող են գնալ հանգստի Եգիպտոսում։ Ընկեր Հարությունյան, բայց մենք դասան 10 աշակերտ ենք, այսինքն մեզնից մեկը չի գալու։ Այո, աղջիկս, այդ հարցը նույնպես լուծված է։ Մենք պատահականության սկզբունքով ընտրել ենք 9 հաջողակ աշակերտների։ Ո՞վ է այդ անհաջողակով մեզ այդ Եգիպտոս չի գալու։ Արեն ջան, ցավոք սրտի այդ անհաջողակը դու ես։ Դե պարզից էլ պարզ է, Արեն անցած տարի մեր այդ Կիպրոս էլ չեկավ։ Նախանցածին էլ ծաղկաձոր չտարան։ Արեն, ոնց կարելի է այդքան անբախտ լինել։ Վերջացրեք, չի կարելի։ Հետո ինչ որ Արենի բախտը իր հետ վատ հարաբերությունների մեջ է։ Ոչինչ Արեն ջան, հաջորդ անգամ բախտդ կբերի։ Երևի։ Երեխեք արագացրեք, գնացին։ Մորքուր, այսօր եք գնում։ Չհասցրեցինք, հա, փաստորեն։ Ինչի չհասցրեցիք։ Մորքուրը ինձ ու Անուլին կինո է տանում։ Բա ես ինչի չեմ գալիս։ Որովհետև կինոթատրոնում էլ Ազատ Տոմս չէր մնացել։ Մորքուր, հարցս ավելի պարզ ձևակերպեմ։ Ինչի են իրանք գալիս, ոչ թե ես։ Որովհետև Անուլը փոքր է, իրան չեմ կարա չտանեմ։ Իսկ Կարենը մեծ է, պետքա տանեմ, որ Անուլին տիրություն անի։ Պարզ է, իսկ ես անբախտ եմ։ Հերիք չի, ամեն անգամ բախտս չի բերում։ Ես հասկացա, դուք ինձ չեք սիրում։ Եգիպտոս չեն տանում, կինո չեն տանում, ամեն անգամ բախտս չի բերում։ Լավա նստածս տեղը ոչ մի բան չի լինում։ Էս ինչ անբախտ եմ ես, անգամ ծտերն եմ փաստում դրա մասին։ Բարև։ Չհասկացա, ես դու եմ, այսինքն դու ես եմ, ինչա, ինձանից երկու հատ։ Ես հաստատ գժվել եմ։ Չէ, ես հաստատ երազա։ Արեն, արտնացի, հանգստացի, ես երազ չի, իրականությունը։ Բա որ իրականությունա, ինչ ես դու իմ դեմքով։ Որտև ես քո պահապան հրեշտակն եմ։ Եկել եմ քեզ օգնեմ, ես անբախտ վիճակից դուրս գաս։ Լուրջ, հաստորեն տես բաներ մենակ կինոներում չի որ լինում է, իրականում էլ է լինում։ Ու ոնց դու ինձ պետք է օգնես, որ ես անբախտ վիճակից դուրս գամ։ Ախր ես շատ անբախտ եմ։ Իսկ թվում է, եթե անբախտների մրցույթ լինի, ես երկրորդ հորիզոնական կզբաղեցնեմ։ Ինչի առաջին չէ։ Որովհետև ես այդքան բախտ չունեմ, որ առաջին տեղ գրավեմ։ Լավ, հանգստացի, ուզում ես չէ բախտավոր լինել։ Ուզում եմ, ոնց չեմ ուզում։ Դե ուրեմն ուշադիր լսի։ Սրանք ոչ սովորական կոնֆետներ են, այլ կերպ ասած բախտի կոնֆետներ։ Դու պետք է ընտրես ու ուտես սրանցից մեկը, որ մեկն էլ ընտրես, բախտդ կբերի։ Դզից, արդեն կարամ ուտեմ։ Չէ, սպասի, եթե ընտրես ու ուտես կարմիր կոնֆետը, դու կդառնաս բախտավոր ու հաջողակ։ Իսկ եթե ընտրես ու ուտես կանաչ կոնֆետը, ու ինչ փոխվեց իմ մեջ։ Ես հիմա շատ բախտավոր ու շատ հաջողակ եմ։ Չէ, Արեն, դու անամպեր ես։ Ես ասացի, եթե ընտրես ու ուտես կարմիր կոնֆետը, կդառնաս բախտավոր ու հաջողակ։ Ինչի կերար կանանչը։ Դե ըստ տրամաբանությամբ, եթե կարմիր կոնֆետը դարձնում է քիչ բախտավոր ու հաջողակ, ուրեմն կանաչ կոնֆետը ավելի բախտավոր ու հաջողակ պետք է դարձնի։ Չէ, Արեն, կանաչ ուղղակի անանուխի համով սովորական կոնֆետ է։ Բա դու ասեցի երկու դեպքում էլ բախտդ կբերի։ Հա էլի բախտդ բերես, դու կերար դեռ վաճառքի դուր չեկած կոնֆետը։ Դե գոնե ես կարմիրը դու։ Չէ, չեմ կարող։ Ասեցի դու, չէ։ Չեմ հավատում։ Վերջապես մենք իրար դուրս ենք եկել քայլելու, թե չէ արդեն երկու քարի արանքն էինք եկել։ Չգիտեի քո հետ շարունակես շփվել, թե ChatGPT-ի։ Մեկը երկուստ էլ մենակ օնլայն եք շփվում։ Հեղուս արևս բա քեզ սազեց։ Ուրեմն ինձ համեմատում ես այդ անշունչ ու անհոգի բանականության հետ։ Կներես, կյանքս ուղղակի ուրիշ տարբերակ չունեմ։ Մենք այնքան երկար ժամանակ իրար չենք տեսել, որ դեմքդ արդեն մոռացել էի։ Դե արի ծանոթանանք, սիրուն աղջիկ, ես Ստյոպն եմ։
Ոնց հասկացա քո կյանքում բան չի փոխվել։ Էլինին տափակն ես մնացել։ Լավ դե այն նստենք։ Հեղինե, դու չես մտածում համբույրի հետևանքների մասին։ Բա որ քո ծանոթներից ինչ որ մեկը տեսնի ու հորդ պատմի, ախր ես չեմ ուզում որ ինձ հիշեն միայն տոն օրերին ու խմեն իմ կենթանի կենացը։ Լավ, դարի գնանք սրճարան պաղպաղը կուտենք։ Գիժես, ես քեզ հատուկ եմ բերել ես այգի, որ մարդամեջ դուրս չգանք, դու ասում ես գնանք սրճարան։ Պաղպաղակ եմ ուզում։ Սպասի ստեղ, ես գնամ ես մոտակայքում եթե խանութ լինի կբերեմ։ Վանիլային ես ուզում թե շոկոլադնի։ Ելեկի։ Կոն, էսկիմո թե բաժակով։ Սենդվիչ։ Ատմարցինա թե Ատմարցինա։ Սպասի գալիս եմ։ Ինչի ուշացար։ Խանութը հեռու էր։ Ստոպ, պետք չի ամեն ինչ տես բարդացնել։ Եթե ինչ-որ մեկը մեզ տեսնի միասին, ես կասեմ, որ դու իմ աղբերն ես, ու ոչ մեկի մոտ ոչ մի հարց առավել եւս քո կենթանի կենացը խմելու միտք չի առաջանա։ Բայց այդ կաշխատի։ Հա, հանգիստ եղի։ Փորձված մեթոդ է։ Ընկերուհիս միջև հիմա տենց է անում։ Լավ, դե որ տենց է, կթողես քեզ մի հատ պատչեմ։ Հեղինե ջան։ Մի հատ գնայես աչքիս մեջ բան կա։ Չէ, բան չկա։ Բարև ձեզ Սիրան քուրիկ, ո՞նց եք։ Էս ով է։ Էս աղբերս է Սիրան քուրիկ։ Ինչ աղբեր։ Դու 4 աղբեր ունես, ես 4-ին էլ 4 մատից պես գիտեմ։ Էս աղբորս չգիտեք Սիրան քուրիկ, ինքը նոր է եկել Հայաստան։ Լուրջ ես ասում։ Խի ուրեր որ։ Ուրեր Ուրուգվայում էր։ Լուրջ։ Գիտես չէ, քուրս էլ է այնտեղ ապրում։ Հələ մի երկու բառ ասա ձեր լեզվով։ Hola, amigo, muchacho. 1, 2, 3, 4 Գիտես չէ, ճիշտ է ասում, այնտեղ շատ լարված է քաղաքական իրավիճակը։ Դե լավ, Հեղինե ջան, ես գնամ զանգեմ քրոջս, դու էլ աղբորդ տար մեր քաղաքը ցույց տուր։ Հաջողություն Սիրան քուրիկ ջան։ Goodbye։ Հաջողություն։ Տեսվեր հորևող Սիրան քուրիկը որտեղից հայտնվեց։ Այդ կոչվում է զակոն պոդլստի կյանք։ Թարս պահին են հայտնվում։ Բարև Հեղինե ջան։ Էս ով է։ Աղբերս է տղաներ ջան, Ուրուգվայից նոր է եկել։ Պարզ է Հեղինե ջան։ Աղբերս քեզ մի րոպեով կարելի է։ Հա, կարելի է։ Անունս Սասուն է աղբերս, ես Հեղինեի ուզողներից եմ։ Քեզնից ուզում էինք թույլտվություն վերցնեինք, որ մեր աղբերը կարենա մոտիկանա այդ աղջկան։ Աղբերն էր Հեղինեն ընկեր ունի։ Ո՞ս թե ընկեր ունի։ Հələ ասա տենամետով այդ հանգուցյալը, որտեղ է մնում։ Զաքարանը, Անտարտիդա է մնում։ Այդ որտեղ է, Երևանում, հա։ Չնայած ինչ կապ ունի, հեսա գնում ենք գտնենք, տանենք նոտար մահկանացու կանքեմ։ Հա, տղեր ջան, գնացեք։ Կարևորը տակ կհակնվեք, այնտեղ շատ սուրտ է։ Լավ աղբերս, դե կտեսնվենք։ Էս ինչ էին ուզում։ Քո ձեռքը կյանքս, են էլ ստոպի թեթև ձեռով հիմա Անտարտիդայի ճամփին են։ Լավ, ինչի վրա ենք կանգ առել։ Դու կիմանաս։ Հեղինե։ Արա ով ես դու, արա, ով է։ Արա դե զզվեցրիկ էլի, ես Հեղինեի աղբերն եմ, հոպար, ինչ կա որ։ Աղբերն ես, հա։ Հա։ Չհասկացա, դու ինչ իրավունքով ես ինձ խփում։ Հայրական ապեր, հայրական, ես Հեղինեի պապան եմ, բալեն։ Պապան, արա, պապա։ Լոցի դու դարակորացի։ Կայստարա։ Emoji, emoji։ Թե ամեն բան քեզ տվում է կախարդանք Չես հավատում քո աչքերին, դա կոչվում է զարմանք Եթե քո սիրտը բաբախում է շատ արագ Դա վախն է դու պիտի հաղթահարես նրան արագ Եթե ուրախ ես երջանիկ ես ու անհոգ Դու մի զսպիր էմոցիաները ծիծաղի լիաթոք Եթե աչքերդ արցունքոտ են, բայց ցավ չկա Ուրեմն դու հուզվել ես նեղվելու կարիք չկա Emoji, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր Ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչիր Երգը որ տակ պիտի պարենք Emoji, emoji Մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր
կանչի Երկը որի տակ պիտի բարենք Emoji Քո աչքը ուրիշին նստածին է դու նախանձես Չգիտես քո գինը մոռացիր են ինը Չէ որ առաջինը ու կարևորը Որ ուրախանցկացնես քո ամեն օրը Ու ինչքան էլ կողքից խանգարեն Ու ինչքան էլ քո վատ ուզեն Չընկճվես, չտխրես, չնեղվես Պետք է դու գիտակցես որ մնաս նույն բարին Չես հանդիպի չարին Դու լավ կանես լինես բարի ու կամեցող Որ քո մասին մարդիկ խոսեն միշտ հրճվանքով Դու միշտ հիշիր որ գլխավոր զգացմունքս են Էմոցիաներդ մի զսպիր արտահայտվիր Emoji, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երկը որ տակ պիտի բարենք Emoji 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 Emoji, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր